Ինչպես հաղթահարել սիրո կորուստը, հա, ու ինչպես անել, որպեսզի չհիվանդանալ, այլ հակառակը վեր կենալ եւ շարժվել։ Մինչեւ չապրեք այդ էմոցիաները, հավատացեք, չեք ապաքինվի եւ չեք կարող առաջ շարժալ։ Եվ դա ոնց որ հող է հանդիսանում, հիմք է հանդիսանում առաջիկա, հետագա հարաբերությունները առավել ճիշտ կազմակերպելու համար։ Այն գաղափարը, որ մենք բաժանվենք, բայց կմնանք ընկերներ, այո, մոռանում ենք, թե ինչպիսին էինք մենք ուրախ ու կենսախինդ ժամանակահատվածում մեր կյանքի։ Եվ քիչ-քիչ աստիճանաբար, չեմ ասում մի անգամից, բայց աստիճանաբար ձեզ կսիրեն այն դեպքում, երբ որ դուք նորից սկսեք ձեզ սիրել։ Ողջույն հարգելի հետևորդներ, ինչպես եք, վաղուց հոլովակ չեմ տեղադրել, պայմանավորված իմ խիստ զբաղվածության հետ, բայց այսուհետ հարգելիներս յուրաքանչյուր երկուշաբթի Երևանի ժամով 19:30 անպայման մտեք իմ ալիք եւ կտեսնեք նոր հոլովակ, բաժանորդագրվեք, որ բաց չթողնեք, բացեն որ կա լիքը հոլովակներ իմ YouTube-յան ալիքում ու հոգեկան ֆիզիկական առողջության գրեթե բոլոր թեմաների մասին, այդ թվում ամեն շաբաթ հայտնվելու են նորերը հարգելիներս։ Իսկ այսօրվա թեման շատ հետաքրքիր է ու թեման ընտրել եմ հարցում կատարելուց հետո, ինստագրամյան հարթակում հարցում էի կատարել, իմիջայլոց բաժանորդագրվեք ինստագրամյան իմ ալիքին, ովքեր բաժանորդագրված չեն, հարցում էի անցկացրել, թե ինչ թեմա կառաջարկեք նոր հոլովակի պատրաստման համար եւ շատ հնչել էր այս թեման, շատ շոշափվել էր ու խնդրել էին հետևորդներս, թե ինչպես հաղթահարել սիրո կորուստը, հա, այս մասով խորհուրդներ էին ցանկացել։ Ես այսօր կազմել եմ հոլովակ, այսօրվա հոլովակի ընթացքում ձեզ կներկայացնեմ 5 խորհուրդ հոգեթերապևտից, բայց խորհուրդ են դեպքում, եթե դուք իհարկե չեք տառապում որևէ հոգեկան հիվանդությամբ, այսինքն չունեք դեպրեսիա, չունեք տագնապային խանգարում, խոսքը հիվանդության մասին չէ, այլ ադապտացիայի դժվարության մասին, երբ այո կա մեր կյանքում այդ կորուստը, այդ հուզական կորուստը, ու ինչպես անել, որպեսզի չհիվանդանալ, այլ հակառակը վեր կենալ եւ շարժվել առաջ։ Սկսենք հարգելիներս։ Երբ մենք բաժանվում ենք մեր սիրելի ցանկացած իրից, մարդուց, երևույթից, բնականաբար մարդու մոտ առաջանում է էմոցիոնալ դատարկության այսպես զգացում, ոնց որ ինձ թվում է, թե հույզեր չունեմ, կամ բացական հույզեր, տխրություն, անհանգստություն, թախիծ խիստ արտահայտված, վախեր միգուցե, որ այլևս հա նման ինչ-որ էմոցիոնալ այս դատարկությունը այլ իրերով կամ երևույթներով կամ մարդկանցով հնարավոր չի լցնել։ Մի խոսքով տարբեր էմոցիաներ կարող ենք ունենալ եւ բաժանումն էլ տարբեր պատճառներով կարող է լինել։ Այս հոլովակային դեպքերի մասին է, երբ կորուստ ասվածը մահվան մասին չէ, այլ պարզապես եկել է հարաբերությունների ավարտը, այսպես ասած։ Ու առաջի խորհուրդս կլինի հետևյալը հարգելիներս, թույլ տաք ձեզ այն էմոցիաները, ինչ որ թվարկեցի, լիարժեք ապրել։ Ոչ թե խուսափել նրանից, վայ, ես ինչի եմ տխրում, չեմ ուզում տխրեմ, շատ ծանր է այս էմոցիաները իմ համար եւ այլն, չեմ կարողանում հաղթահարել, չեմ կարողանում ապրել, այս ինչ վացական էմոցիաներ է, թողեք հույզերը իրանք գործը անեն, որովհետև անհրաժեշտ է այդ հույզերը ապրել։ Իրանք մինչև չապրվեն, հարգելիներս, ձեր օրգանիզմը չեն լքի, ձեր հոգեկանը չեն լքի։ Դրա համար թույլ ենք տալիս մեզ այո տխրել, այո զգալ այդ դատարկության վիճակը, այո ինչ-որ առումով զայրանալ, այո նաև տագնապել, նաև վախել, այսինքն այն հույզերը, ինչ որ այս պահին կա, դուք ասում եք ձեզ, այո, ես ընդունում եմ, որ ես այս պահին ունեմ բացասական հույզեր, եւ դա նորմալ է, որովհետեւ դուք ունեցել եք հուզական կորուստ, եղել է հոգեկանում մի հատ հատված, որը լցվել է էմոցիաներով ու հավանաբար դրական, եւ մկրատով վերցրել ու կտրել ենք, հանել ենք։ Բնականաբար այնտեղ առաջանում է, կարող է լցվել տարբեր, հա, կարող է մնալ դատարկ, ինչ որ հատվածը կարող է լցվել վացական էմոցիաներով, եւ դա նորմալ է, որ այդ ժամանակահատվածում դուք ունենում եք այդ էմոցիաները, մինչև չապրեք այդ էմոցիաները,
հավատացեք, հետ չեք ապաքինվի եւ չեք կարող առաջ շարժվել, որովհետեւ այդ էմոցիաները եթե մնան, հետագայում դառնալու են հիվանդություն, դառնալու են տագնապային տարբեր տեսակի խանգարումներ, դառնալու է դեպրեսիա եւ այլն, հա։ Այնպես որ առաջի խորհուրդս ձեզ ընդունեք, որ այո, այս պահը ինձ համար դժվար է եւ հուզական առումով առավել ծանր, բայց ես թույլ եմ տալիս ինձ ապրել այդ էմոցիաները ու գիտեմ, որ սա ժամանակավոր է, լավ։ Երկրորդ խորհուրդը ուրեմն հարգելիներս, եկեք չիդեալականացնենք նախկին հարաբերությունները, հա, որտեղ շատ անգամ այդպես լինում է, թերապիայի արդյունքում էլ, հա, զրույցի ընթացքում ես պարզում եմ, որ մարդիկ, չգիտես ինչի, հիշում են մենակ լավը հարաբերություններից։ Այդպեսին է մեր պսիխիկան իրականում, որովհետև պսիխիկան պաշտպանելու մեզ հատկություն ունի, անպայման մեզ լավն հնարավորություն տալիս, որ հիշենք, բայց եկեք իրատեսական նայենք, հիշենք, որ այդ հարաբերության մեջ, որը որ վերջ-վերջո ավարտվել է, եղել են նաև վատ դեպքեր, եղել է այնպիսի վիճակ, որ մենք մեզ շատ վատ ենք զգացել, մենակ ենք զգացել, տխուր ենք զգացել, լքված ենք զգացել, հավանաբար դավաճանված ենք զգացել եւ իրատեսական նայելով այս մեր նախկին փորձին, հա, մենք հնարավորություն ենք ստանում հասկանալու որտեղ էինք մենք ճիշտ վարվել եւ որտեղ սխալ եւ դա ոնց որ հող է հանդիսանում, հիմք է հանդիսանում առաջիկա հետագա հարաբերությունները առավել ճիշտ կազմակերպելու համար եւ այնտեղ իսկ նախկինում դույտված սխալները չկրկնելու համար։ Հասկանում եք ինձ հարգելիներս եւ հետեւաբար անհրաժեշտ է առավել իրատեսական նայել այդ հարաբերություններին, ոչ միայն դրական կողմով, այլ նաեւ այո, տեսնել այնտեղի բոլոր կողմերը, թվում նաեւ բացասականները եւ հասկանալ ես ինչ արեցի, որ ավարտվեց այդ հարաբերությունը, հա, որովհետեւ շատ անգամ մեզ թվում է չէ, մենակ դիմացինը մեզ թողեց գնաց, հա, բայց շատ անգամ, երբ մենք խորանում ենք այս ավարտի, հա, պատճառների մեջ եւ այնտեղ տեսնում ենք նաեւ մեր գործոններն էլ, այո, մեր պահվածքի, մեր հույզերի, առհասարակ մերի լուման այդ բաժանման մեջ, լավ, եւ հետեւաբար եկեք հիշենք, որ իդեալականացնել պետք չի այն մարդուն, ով որ մեզ թողել է, հա, կոպիտ ասած, սովորական մարդ է ինքը, ոնց որ մյուսները, ուղղակի էլի հոգեկանի մեր պաշտպանության մեխանիզմներից է եւ նաեւ այդպեսին է մեր հոգեկանը, երբ մի բանին շատ մեծ ուշադրություն ենք դարձնում, մեծ ներդրում ենք անում այդ առումով, հա, ուշադրության, սիրո, ժամանակի առումով, ինքը գնալով մեծ է թվում, մեծանում է ու մեծ է թվում մեզ թվում է թե իրանից բացի այս աշխարհում էլ ուրիշ կին կամ տղամարդ չկա, վերջ, ավարտվեց լավ թեկնածուները։ Այնպես որ եկեք իրատեսական նայենք։ Երրորդ կարևոր կետը, որ ձեզ կառաջարկեմ, հարգելիներս, եկեք մինիմալիզացնենք կամ առհասարակ դադարեցնենք շփումը նախկին հարաբերության անձնավորության հետ։ Գիտեք, հոգեբանության առումով խուսափելը այդքան էլ ճիշտ բան չի, բայց սա էլի պաշտպանական մեխանիզմ կարող է լինել այս պերիոդի համար։ Այն գաղափարը, որ մենք բաժանվենք, բայց կմնանք ընկերներ, այո, մի որոշ ժամանակ հետո միգուցե դուք հանդիպեք, ձեզ թվա թե դուք այո, լավ ընկերներ եք եւ այլն, այդպես կարող է լինել, յուրաքանչյուրը հասուն մարդիկ եք, հա, այդ ցավը ապրելուց ավարտվելուց հետո յուրաքանչյուրը գտնում է իր զույգը, միգուցե հետո կարող տարիներ հետո հանդիպեք, դա նորմալ, հա։ Նորմալ չէ, բայց այդ պահին, երբ որ դուք հենց նոր եք բաժանվել ձեր սիրելի անձնավորությունից, այդ պահին յուրաքանչյուր անգամ ձեզ իրեն տեսնելը ցավ կարող է լինել ձեզ համար։ Եվ հետեւաբար, որպեսզի այս ժամանակաշրջանը առավել հեշտ հաղթահարեք, անհրաժեշտ է, որպեսզի քչացնեք շփումը այդ անձնավորության հետ եւ չխաբեք նրանով, թե ձեզ թե բան, միևնույն է, մենք որոշել ենք ընկերներ մնալ, շարունակենք շփումը որպես ընկերներ, սրանք սուտ խոսքեր են, իրական ոչ մի հարաբերությունից հետո, անմիջապես հետո, նորից եմ շեշտում, անմիջապես հետո ընկերներ հնարավոր չի մնալ, եկեք մեզ չխաբենք, լավ, ու այս խորհուրդը անպայման կիրառեք։ Եվ չորրորդ ու երևի թե ամենակարևորը,
այս թվարկվածներիցս, այնա որ նախաբան ասեմ այս կետի համար, ընդհանրապես ցանկացած բանի կորստից հետո, երբ այդ բանը մեզ համար բավականին մեծ արժեք է ունեցել, էմոցիոնալ կապ ենք ունեցել դրա հետ, առաջանում է մարդու մոտ ինքնության ճգնաժամ, չեմ ասի դեպրեսիա, որտեղ արդեն իսկ դա դեպրեսիան հիվանդության մասին է, բայց առաջանում է այո, այդպես հարմարվողականության խնդիրներ, երբ մենք մի քիչ կորցնում ենք մեզ, մոռանում ենք թե ինչ էինք սիրում, հա, ամեն ինչում հիշում ենք այդ անձնավորությունը, մոռանում ենք մեր հոբիները, մոռանում ենք թե ինչպիսին էինք մենք ուրախ ու կենսախինդ ժամանակահատվածում մեր կյանքի ու այս ժամանակ հատկապես պետք է ուշադրություն դարձնել այո եւ վերագտնել նորից կապը այն հաճելի երևույթների իրերի մարդկանց հետ, որոնք ունեցել եք նախկինում։ Նոր հոբիներ միգուցե ձեռք բերել, նոր զբաղմունքներ, նոր աշխատանք փորձել, նոր բան փորձել սովորել, այսինքն համ ծանոթանալ նորի հետ, համ էլ այն ինչը որ սիրել եք առաջ ու ձեզ հաճույք է պատճառել, վերականգնեք դա։ Անպայման խնամեք հոգեկան ու ֆիզիկական առողջությունը հարգելիներս։ Հիշեք, որ պետք է զբաղվեք սպորտով, եթե չասեմ այդպես անպագորգոր, ապա գոնե ֆիզիկական որոշակի ակտիվություն ընդգրկեք ձեր կյանք, մի փակվեք, մի մեկուսացեք, մի դեսոցիալիզացվեք, անպայման շփվեք ձեր ընկերների հետ, ում հետ առաջ պահպանում եք կապ, անպայման լսեք այն երաժշտությունը ռիթմիկ, որ առաջ լսում եք, եւ քիչ-քիչ աստիճանաբար, չեմ ասում մի անգամից, բայց աստիճանաբար կտեսնեք, որ դուք առաջ եք գնում, նորից կյանքը ծաղկում է, տերևները կանաչում են, տեսնում եք նոր դեմքեր ձեր շրջապատում, սկսում եք արդեն ուրախանալ, սպասումով լցվել ինչ-որ առաջիկա իրադարձություններից, հա, ու արդեն կյանքը ծաղկում է ձեզ համար նորից։ Այնպես որ հարգելիներս, մի թույլ տվեք ձեզ սենց մեկուսանալ, ունենալ այդ ճգնաժամի շրջանը ու կտրվել բացառապես ամեն ինչից։ Էլի ընդունել այն հանգամանքը, որ այո, ինձ համար դժվար շրջան է, բայց նաև գիտակցաբար մոտենալ այս հարցին, որ մեկուսանալով, ոչինչ չձեռնարկելով, ես իմ կյանքը ավելի լավը չեմ դարձնում։ Եվ վերջիվերջո աշխարհում կա քանի միլիարդ տղամարդ կամ քանի միլիարդ կին եւ մի հոգու պատճառով չարժի էլի, որ ես էլ գնամ դեպի նևրոզ, դեպի պսիխոզ եւ այլն։ Հա, անհրաժեշտ է վեր կենալ եւ քայլել առաջարկելիներս։ Եվ հինգերորդ ու էլի ոչ պակաս կարևոր կետ, եթե դուք տեսնում եք, որ ձեր այդ ադապտացիայի, այդ հարմարվողականության բարդությունները ձգձգվում են 2 շաբաթ, մի ամիս եւ ավել, այսինքն դուք շարունակում եք նույն ձև միգուցե ավելի ծանր տանել այդ բաժանումը, լացել, չգնալ աշխատանքի, չշփվել ընկերների հետ, այսինքն չվերականգնվել, ինչպես որ վերևի 4 կետերում նշեցի, հա, կարող եք անել։ Եթե դուք զգում եք, որ այս է, ուրեմն գնում եք դեպի դեպրեսիա։ Եվ հետեւաբար այս պարագայում ցանկալի է դիմել մասնագետի հարգելիներս։ Դիմեք հոգեթերապևտի, նա ձեզ մի քանի սեանսի ընթացքում կօգնի հաղթահարել այդ ճգնաժամը։ Եթե կցանկանաք իմ խորհրդատվությանը դիմել, ոչ միայն այս հարցերով, այլ նաև տագնապային խանգարումներով, դեպրեսիվ խանգարումներով, ցանկացած հոգեբանական, հոգեկան խնդիրներով, կարող եք կապ հաստատել ինձ հետ, Սոնա Հայրապետյան, ուզում եմ ասել Սոնա Հայրապետյան.am կայք, բայց չէ, կարող եք կապ հաստատել ինձ հետ WhatsApp-ի իմ հեռախոսահամարին թողնելով ձայնային կամ գրավոր հաղորդագրություն, աշխարհի բոլոր երկրների հայերի հետ աշխատում եմ on-line հարթակում։ Իսկ կայքի մասին, որ ասացի, հետեւյալն եմ ուզում ասել, կայքում տեղադրված է ինքդ քեզ հոգեթերապևտ իմ հեղինակային կազմած օրագիրը 30 օրյա, որի միջոցով եւս կարող եք իջեցնել տագնապի, սթրեսի աստիճանը եւ ինչ որ առումով հարմարվել ստեղծված բարդ իրավիճակին։ Օրագիրը կարող եք ձեռք բերել իմ կայքի sonahayrapetan.am լինքի հղումը կգտնեք նկարագրություններ կամ մեկնաբանություններ բաժնում։ Եթե կունենաք տեխնիկական հարցեր, կարող եք կապ հաստատել իմ գործընկերոջ հետ հարգելիներս։ Իմիջիայլոց կայքում տեղադրված է նաև քաշի իջեցման սննդակարգերը իմ կազմած, որի միջոցով շաբաթվա ընթացքում
բավականին քաշ կկորցնեք, սա ավելի արագ քաշ կորցնելու մասին է, հա, այս իմ կազմած սննդակարգը, բայց այնտեղ կան նաև կենսակերպի խորհուրդներ, այնտեղ կան բազմաթիվ ռացիոնալ սննդի հետ կապված բազմաթիվ խորհուրդներ, այնպես որ կարող եք դա ձեռք բերել եւ սպասվող ամռանը, որպեսզի հագնեք գեղեցիկ լողազգեստ, օգտվեք ու այդ մի քանի կիլոգրամը իջեցնեք։ Իսկ ինչ էի ասում, հա, բաժանորդագրվեք անպայման իմ կայքին եւ վերջում ուզում եմ ասել հետեւյալը հարգելիներս, որ սիրո կորուստը դժվար է, այո, բայց այն հնարավորություն կարող է ստեղծել մեզ հնարավորություն ընձեռնել աճելու, անձնային աճ ունենալու եւ առաջիկա մեր հարաբերություններում այն փորձը, որը որ ունեցել ենք, օգտագործելու, կիրառելու, որպեսզի ավելի ադապտիվ, ավելի առողջ հարաբերություններ ստեղծենք եւ շարունակենք։ Եվ հիշեք, որ ամեն ինչ ժամանակավոր է ու ժամանակի հետ այո, ցավը մեղմանալու է։ Ու շատ կարեւոր է նաեւ հիշել, որ եթե դուք կորցրել եք մի մարդու, ով որ ձեզ չի գնահատել, դուք տարածություն եք ազատում այն մարդու համար, ով ձեզ կգնահատի եւ ձեզ կսիրեն այն դեպքում, երբ որ դուք նորից սկսեք ձեզ սիրել հարգելիներս։ Բոլորին մաղթում եմ առողջություն, սեր, տեսություն ձեզ։